Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեփլուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը, շնորհակալություն Արտակ, որ եկել։ Դեկտեմբերի 6-ին ձեր կազմակերպությունը որքան հասկանում եմ դիտորդական առաքելություններ իրականացնում, հա, ձեր տպավորությունները եւ արդյոք դուք պատրաստում եք ինչ-որ ամփոփ զեկույցով հանդես գալ։ Կլինի իհարկե ամփոփ զեկույց, նու մի հիմնական տպավորությունն է նա, որ այս անգամ գուցե ոնց որ սիրում են ասել քայլ առաջ, քայլ հետ, այս անգամ ակնհայտ sense հետ քայլ էր բոլոր վերջի տարիների ընտրությունների հետ համեմատած, որտեղ շատ տարբեր տեսակի այդ տեխնոլոգիաները կիրառվում էին ու ըստ հիբրիդային, ինչպես հա, ինչ պատահի, որտեղ ինչ ստացվում էր, հա, որտեղ կարում էին լցոնը, որտեղ վերահաշվարկի ժամանակ էին ինչ որ բաներ անում, ուրիշի տեղ ստորագրություններ, մենք ավանում ենք միայն արե, այդպես ընտրել ենք առաջին ընտրատարածքը, այնտեղ ենք արե ու հիմա այս պահի դրությամբ 30-ից ավել գործերով ոստիկանությունը ու քննչական կոմիտեն մեր դիտորդների հետ այսպես բաներ են անում, բացատրություններ են վերցնում, տեսնենք դրանցից քանիսը քրեական գործ կդառնան, ես կարծում եմ ինչ որ մի մասը կդառնան ու գոնե ինչ որ մարդիկ գոնե պայմանական ձևով ինչ որ բանի մեջով կանցնեն, որ թեթև կշտամբեն, հա, այդ։ Նու թեթև բան, բայց արդեն կա մյուս կողմից է ինչ որ փորձում են ալիքներ գտնել, որ գործընթաց չստանան։ Ես կարծում եմ իհարկե այդ մարդիկ պետք է ինչ որ ձևով պատժվեն, բայց երևի թե քանի տարի առաջ է, 3-4 տարի առաջ մի տենց խորհրդակցություն էր, որտեղ դատախազության, ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչներն էլ էին խոսում ինչա կարելի անել եւ այլն։ Ու այն ժամանակ ես ասացի, որ ըստ էության մենք գործ ունենք կազմակերպված հանցավորության տեսակի հետ։ Այս ոնց որ նարկոբիզնեսի հետ որ պայքարում ես, առանձին դիլերներին բռնելը կարող է ինչ որ բանա որ ցույց տալի իրավիճակը, որ փողոցում էս արեց, էս են արեց, բայց ռեալ վերցրած սա մի կազմակերպված գործընթաց է, ու եթե իսկապես ուզում են մի բան անեն, այդտեղ պետքա լուրջ օպերատիվ աշխատանք արվի, այսինքն այդ շտաբերում մարդիկ ներդնեն, եթե իսկապես ուզում են դա։ Ինչպես որ նարկոբարոնների հետ պայքարում։ Հա, որտեվ այդպես չի էլի, որ այդ մարդը իր նախաձեռնությամբ մեկ է վերցրեց այդ արեց։ Ուրեմն կային նախորոք ցուցակները ճշտվել էին, ով կգա, ով չի գա, հանձնաժողովների հետ աշխատանք էր տարվել, դա մի լուրջ կազմակերպված այսպես հանցավորություն է, ու իմ խորին համոզմամբ այդ է, այսինքն էլի կշարունակենք այդ առանձին մարդկանց, որ գոնե առաջինը, որ պարզ է դառնում հանրության համար, ու այս անգամ ես շատ շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներից, որ sense լայնամասշտաբ դիտորդություն էր արվում, երևի թե իսկապես համեմատելի չէր նախորդ անգամների հետ, բազմաթիվ ընտրատեղամասերում դիտորդներ կային, ու իրանք կարծում եմ շատ մեծ դեր ունեցան այն իմաստով, որ բացահայտեցին, գուցե նաև այն բաները, որը նախորդ անգամները կար, բայց այսքան չկանխեցին։ Խնդիրը ինչն է այստեղ հիմնական բանը, կանխել են, եթե տեսնեք բանը, օրինակ մեր առաջինում այսպես է պատկերը, ինչ որտեղ հաջողվել է, ինչ որ չէ, թվերով ասեմ, դուք դատեք։ 9 տեղամասում հաղթել է ԱՅՈ-ն 67% առավելությամբ, 11 տեղամասում հաղթել է ոչը 63 ձայների հարաբերությամբ տոկոսով։ Ինչ որ բան դա ցույց է տալի, հա, ինչ որտեղ ստացվել է, միտեղ չի կանխվել։ Կարծում եմ այդպես, հա, հիմնական։ Նու իհարկե այդպես չի որ մենակ դիտորդներ են արել, նաև հանձնաժողովն ովքեր են եղել, բայց կարծում եմ որ շատ իմաստով նաև կանխվել է, ու մեր հիմնական գործը նրան էր, որ կանխվել։ Մենք հենց առաջի րոպեներից on-line փորձում ենք նկարներով, վիդեոներով, բանով ամբողջը դնել, ու այնտեղ որտեղ աղմուկը շատ էր, արդյունքներն է քիչ թե շատ լավ էր, հա, այնտեղ որտեղ որ ոչ մի բողոք բան չկար, հետո շատ տարօրինակ արդյունքներ էին, որոնք որևէ ձևով իրականում չի կարող այդպես լինի, իրար կողք եղած երկու տեղամասում մի տեղ այսենց ընդհանուր միջև 70-80%-ով ԱՅՈ-ն է հաղթում, մյուս տեղը
60 քանի տոկոսով ոչ է, հա։ Հատուկ նայել ենք, ոչ զորամաս կար, ոչ ինչ որ հատուկ ինստիտուտ, որ ասես, հա, այդ մարդկանց ուղղորդել են։ Չէ, ուրեմն ինչ որ մեքենայություններն են եղել, հա։ Ինչ որ մի բան գոնե այդ ցույց է տալի։ Ավանում ապրող, հա, մարդիկ։ Հա, հա։ Իշխանությունը գիտեք ինչ է ասում է ունեցեք դիտորդներ, ունեցեք հանձնաժողովի անդամներ 2000 հոգի եւ կանխեք բոլոր բաները, բայց նրանք մի կողմից ասում են ունեցեք, մյուս կողմից այդ դիտորդներին այնպես են ահաբեկում, որոնք սովորաբար ուսանողներ են, չգիտեմ 20 տարեկան աղջիկներ են, որոնց դիմում են ոչ միայն նրանց են ահաբեկում, այլև նրանք շատ լավ իմանում են ովքեր են նրանց բարեկամները, ովքեր են ծնողները, որտեղ են նրանք սովորում եւ այդ առանց բռնության, բայց շատ ուժեղ ոչ ֆիզիկական, այլ հոգեբանական շատ ուժեղ բռնություն է։ Այսինքն մի կողմից ասում են ունեցեք, մյուս կողմից ամեն ինչ անում են, որ չունենան։ Համաձայն են, բայց եթե որ ասեք 20 տարեկան աղջիկներ բան, ես կուզենայի ավելի տենց պաթոսով ասեք, որտեվ իրականում այդ 20 տարեկան աղջիկներն են, որ շատ տեղերում պահել են ու կարողացել են բանել, իսկապես մեր երիտասարդությունը ես դեռևս քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ էի կարծեմ ասում Երևանի, որ Ավականը, հա։ Հա, ցաղի տղաների ու քաղաքի աղջիկերքի միջև պայքար էր։ Ու էլի ըստ էության նույնն է, որտեղ այդ աղջիկերքը երիտասարդ կանայք հերոսաբար իհարկե խիզախ ձևով այդ բանը անում են։ Խնդիրն է նա, որ ամենտեղ որտեղ հա, չէ, բնական է, ամենտեղ չէ, ինչ որ տեղեր չէին կարողանում, բնական է, բայց եթե արել են, իրանք են արել։ Ու այստեղ ուրիշ խնդիր կա, որ լիազորությունների իմաստով ամենակիչ լիազորություն ունեցողները դիտորդներն են։ Ուրեմն ավելի դրանից հետո գալիս են, որ ավելի շատ ունեն վստահված անձիկ, հետո հանձնաժողովի անդամներ։ Ու ցավոք սրտի այնպես էր, որ հիմնական ծանրությունը այս պայքարի դիտորդների վրա էր, իսկ իրենք շատ սահմանափակ են, ասենք, եթե նույնիսկ խախտումը գրանցելու իմաստով պետքա դիմեն հանձնաժողովի նախագահին ու եղել են շատ մեծամասամբ հանձնաժողովի նախագահին բացահայտ խախտումը պահանջել են, որ արձանագրվի եւ չի արձանագրվի, ասենք եկել էր երիտասարդ, որը որ առանց փաստաթղթի հասել էր միջև քվյատուփը այնտեղ էին բռնել կամ մի ուրիշ կին տարեց քվյարկել էր, բայց ID-ին վերջում ստուգելուց հենց այդ պահին մեր դիտորդը ստուգել էր, պարզվել էր երիտասարդ աղջիկը ID-ով է եկել։ Այդ երկու դեպքն է, որոնք օրինակ Մատյանում չի գրանցվել։ Ու այդ գրանցումը անելու իրավունք ունեն էլի հանձնաժողովի անդամները վստահված անձինք։ Բոլոր հանձնաժողովներից, որտեղ մենք ստացել ենք արձանագրությունները, միաձայն է եղել։ Վերահաշվարկի տենց բան է չի։ Այսինքն ՀԱԿ-ի եւ Ժառանգության անդամները կողմ են քվեարկել։ Ну, ստացվում է այդպես, ես չգիտեմ։ Դե գիտեք, որ ինչ որ տեղամասերում ուղղակի չկային, որտեվ չեն ներկայացրել։ Մոտ 250 հոգի ՀԱԿ-ը չի ներկայացրել հանձնաժողովի անդամներ, որպես եւ 150-ի չափել ժառանգությունը։ Ոստեղ էլ խնդիր կա, մեղադրել իրենց դժվար է, որտեվ տեսեք, դրա մասին էլ ենք խոսում, մեր հիմնական բանը ուժը եղել է այն, որ կարողացել ենք այդ մարդկանց օգնել։ Մենք այդ ժամանակ առ ժամանակ մեր դիտորդները զանգում էին, ասում են, այստեղ չեմ դիմանում, ինձ փոխեք, հա, մենք մեկին տանում ենք մի տեղամաս, մյուսին այնտեղ։ Լրիվ նոր մարդ էր գնում, հերթափոխով էին աշխատում, շրջիկ մեքենա ունենք, որ եթե ինչ-որ ահազանգ էր լինում, մոտենում էին այդտեղ։ Տեխնիկապես դա ապահովելու համար բավականին այսպես ավելի լուրջ պետք է արվի, եթե մենք ժամանակին անում ենք ամբողջ Հայաստանով 40 շրջիկ մեքենա, ես կարծում եմ գոնե մի 100-200 շրջիկ մեքենա պետք է լինի, կամ պետք է ալյանսով լինեն, ասենք վստահված անձ դիտորդ կամ երկու դիտորդ տարբեր կազմակերպություններից, որ իրար sense օգնեն ու այդ պայքարը տեղի ունենա։ Ինչ ասեմ, տարեց տարի ընտրությունից ընտրություն պնդանում ենք ու ես այսպես պեսիմիստորեն չեմ տրամադրված ու նաև այն բանն է, որ ըստ էության 400 քանի հազար մարդ հստակորեն ոչ է ասել ու այդ ակտիվությունը ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա այդ բանին տոկունության, որ չի ստացվում նորից ու գնում են ու քվեարկում են Վերջը սա պետք է բերի ինչ-որ որակական փոփոխության։
Ես կարծում եմ, որ իրականում 20 տարի մոտավորապես նույնն է կատարվում եւ այս անգամ այս ցցուն են դարձել այդ եւ Facebook-ի եւ YouTube-ի շնորհիվ եւ նրա շնորհիվ, որ իսկապես սերունդը արդեն մի քիչ փոխվում է, արդեն սովետական սերունդը չի, այդպես չի։ Միանշանակ, հա, ես բան է համեմատությունը հիշեցի, որ դուք կհիշեք, մեր գոլեգաներս երիտասարդ են ավելի չէին հիշում, այն սովետի ժամանակ որ մարշրուտկա նստում էր, ինչ երաժշտություն էր այնտեղից հնչում, հա, վատ ինչ որ սովետական Mars տիպի մագնիտոֆոնից ինչ որ ղժբժան, ինչ որ մի ահավոր սենց բան էր, ու հետո որ մտավ մասսայական կուլտուրայի մեջ ինչ որ ռաբիզի, պոպի, հայկական ձևերը, կամ էլ հերոստատեսությամբ այդ բաներն են, ռուսախոս ինչ որ կարուսել, հուսում եք, հա, տենց ինչ որ բաներ են։ Ինչ որ մի բան փոխվեց, այսինքն մի ընդհանուր բան մշակութային մի բան է կա, որ էլի պոպ է մեծամասամբ, բայց գոնե ինչ որ որակական իմաստով բան։ Ես հույս ունեմ, որ պետքա հարթվի, հա, այդ թաղի տղա, քաղաքի աղջիկ, բան այն մաս, մի քիչ պետքա հարթվի ու ես կարծում եմ, որ դա կլինի։ Գուցե մեր խնդիրներից, հա, որ փաստորեն այդ տարբեր տեսակի օբյեկտներ ունեցող մարդկանց հետ փողոցներում տարբեր տեսակի այդքան չենք շփվում մենք կամ իրանց տերերի հետ։ Մենք մի քիչ ուրիշ միջավայրի մեջ ենք, մասնավորապես ես, հա։ Ես ուզում եմ ասել, որ թաղի տղերքին, հա, ես տեսնում եմ միայն վիդեոյով, միայն YouTube-ով, միայն ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ։ Փողոցում մետրոյում ես նրանց չեմ տեսնում։ Այդ մեր խնդրեմն է գուցե, էլի, գուցե մեր հանրության խնդրեմն է, որտեղ ըստ էության այդ մարդիկ ինչ որ հացի խնդիր լուծող ինչ որ բան մարդիկ են։ Մենք ավելի շատ մասնավորապես ես այդ ինտելեկտուալ աշխատանքով զբաղվողները, իրանք մի ուրիշ տեղ են, ինչ որ չի ասի վերացական, էլի իրական կյանքա, բայց մի տեսակ ոնց որ այտենց ջրբաժան կա, հա, ու այդ պետքա գա իրար հասնի ինչ որ ձևով, ու ես կարծում եմ հասնում է, դաստիարակելու հարց չի, գուցե մենք պետքա հասկանանք, հա, որտեվ եթե մենք իրական հասկանանք ոնց է օրինակ օբյեկտը պուճուր աշխատում, կրպակը կամ փոքր խանութը, ինչ հարաբերությունների մեջ են իրանք հարկային սրա նրա բանի հետ, ու ստեղ գուցե ամենահիմնական խնդիրներից մեկն է, որ մենք ըստ էության աշխատանքային իրավունքի ու այդ տեսակ բանով մենք շատ թերացած ենք։ Հայաստանում փաստորեն այդ մասով լինի դա արմիություններ, լինի դա ինչ որ այտենց փոքր բիզնեսի իրավունքների իսկապես շատ խոսում են, բայց բան չկա, հա։ Մենք ունենք ակտիվ երիտասարդություն ու մարդիկ, որոնք որ այդ միջին խավ են, ինտելեկտուալ դաշտում աշխատող, բայց այն միջին խավը, որը որ այտենց այդ մասում է, դրանք էլ են միջին խավ ըստ էության, հա, որ այտենց պուճուր խանութ ունի, այս բան։ Իրենց գլուխը պահում են մի ձևի։ Իրանք, հա, ոնց որ ուրիշ միջավայրում են ապրում ու այդ բանը պետքա ինչ-որ ձևով լուծվի, այդ դրա լուծվելու համար նաև պետքա լինի այն, որ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, չգիտեմ, մենք բոլորս իրենցով զբաղվենք, հա, իրանց իրավունքներով զբաղվենք, իրանց օգնենք, որտեվ հեշտ է այտենց մեղադրել ես իմ ինչ անել բան, բայց չէ, հեշտ չի, ճիշտ է, ասեմ, սենց մեղադրել եւ այլն, բայց մյուս կողմից է գլոբալ պետք է հասկանանք այդ ինչից է այտենց անջրպետը։ Գիտեք, ինչու եմ ես հավատում, հա, որովհետեւ դուք քաղաքական նպատակներ չեք հետապնդում։ Իսկ կուսակցական, հա, նպատակներ չեք նպատակում։ Այսինքն ես ուզում եմ այնուամենայնիվ կա այդպիսի ջրբաժան քաղաքականության եւ իրավապաշտպանության միջև։ Ես այսպես կես կատակ, կես լուրջ եմ ասում, քաղաքական գործիչի ու հասարակականի տարբերություններն է, որ քաղաքական գործիչը բոլոր հարցերին պատասխան ունի ու պետք է պատասխանի։ Հասարակական սեկտորում աշխատող կարա ասի, գիտեք ինչ, օրինակ, այդ հարցով ես չգիտեմ, ես մասնագետ չեմ եւ այլն։ Գուցե որոշ մեր հասարակական կազմակերպություններ դարել են ինչ-որ իմաստով այտենց քաղաքական, որտեղ ամեն ինչի մասին կարծիք ունեն ու այդ կարծիքը հիմնականում շատ հեշտ է արտահայտվում, որ նաև կուսակցություններն են անում մեծամասամբ, որ հանցավոր ռեժիմ է, հանցավոր ռեժիմը միջև չփոխվի, ոչ մի բան չի լինի։
Ես այդտեղ ինչ-որ ձևով բանը տեսնում, իսկ եթե ավելի լուրջ, հա, եթե դու չես դնում իշխանության գալու խնդիր, կապ չունի, շատ քաղաքական հարցեր կարող ես բարձրացնել, բայց ի վերջո, հա, հասարակական սեկտորում ես մնում, ոչ թե քաղաքական։ Ես ճիշտ ասած տպավորություն ունեմ, այսինքն մարդկանց հետ, հա, շարքային մարդկանց հետ զրուցելուց, որ այո, կա մեղմ ասած բացասական էմոցիաներ իշխանության նկատմամբ, բայց համարյա նույն բացասական էմոցիաներ կան նաև ընդդիմադիրների, ասում են մենք նրանց երեսը չենք ուզում տեսնել։ Ինչու այդպես եղավ։ Ես էլի հիշեցի բանից 2003-2004 թվականի, երբ որ արդարության դաշինքներ ու ընդդիմադիր տենց բաներով էին անում, էլի տենց իշխանություն եւ այլն տենց հարցեր էին դնում։ Վիկտոր Դալաքյանը այն ժամանակ մի պահ դառավ օպոզիցիա, միջև նորից։ Խիստ օպոզիցիա։ Հա, ու առիթ կար իր հետ ասում էի, բայց գիտեք ինչ, դուք այս հարցերը բարձրացնում եք, բայց հենց այս պահին հյուսիսային պողոտայում մարդկանց sense մասսայաբար իրանց իրավունքները խախտվում են, դուրս են շպրտում մարդկանց շատ կոշտ ձևերով եւ այլն։ Եթե դուք իրանց թիկունքին չեք կանգնում, իրանցով չեք զբաղվում, ոնց պետքա հետո այդ մարդիկ ձեզ ինչ որ ձևով բան անեն։ Ինձ թվում է ամենահիմնական սխալը, որ եղել է երևի թե օպոզիցիայի, դա այն է, որ այդտենց փոքր-մոքր խնդիրներով չեն ուզում զբաղվել։ Գլոբալ, հա։ Իշխանությունը վերցնեն։ Իշխանությունը վերցնեք ամեն ինչ լավ կլինի, հա։ Առաջինը չեմ հավատում, որ տենց կլինի։ Երկրորդն էլ, հա, ես չեմ հավատում, այն մարդիկ մի քիչ չեն հավատում, որտեղ այս նոր երիտասարդները որ գալիս են, ես մի քիչ հույս ունեմ, ասենք նույն Էդմոն Մարուխյանը ամեն խնդրի համար ինչ որ ձևով պայքարում է, հա, չի ասում որ բանը իմ խնդիրը մենակ այս հանցավոր իշխանությունից ազատվելն է։ Ես կարծում եմ որ հիմնական փոփոխությունը որ պետք է արվի, դա որ այդ տենց չլինի որ հոսանքի գների հետ կապված երիտասարդությունը ունդ է գնա, որ ընդդիմադիրը գասի օգնեմ մի բանով, ասում են ախպորպես դու գնա, որտեվ քո օգնությունից ոչ մի լավ բան դուրս չի գա, հա։ Դա նաև այդ նախապատմություն ունի, որտեվ հետևողական չեն ու այսօր տրանսպորտի այդ 100 դրամը ըստ էության մենք ինչի հասանք, որ 100 դրամ չդարավ, 100 դրամ մնաց, չափ չթանկացավ, բայց որակը որևէ ձևով չլավացավ ու քաղաքապետարանը ամեն անգամ կարող ասի հա ինչ եք ուզում, որտեվ դե գիտեք ինչ։ Էժանը դրամար վատ է, հա։ Բայց մենք ունենք քաղաքապետարում ընդդիմադիր ուժեր, որ ես չգիտեմ, մենակ Անահիտ Բախշյանն է, որ մեկ երևում է, որ ինչ-որ խնդիրներ են այդտեղ բարձրացնում։ Հակի ինձ թվում է ամենասկզբունքային սխալներից մեկն է, որ ուղղակի հրաժարվեց մասնակցել այնտեղ։ Եթե դու որևէ պայքարի տեղից հրաժարվում ես, հետո շատ դժվար է քեզ գալ բանի, բայց չի ուզենա որ անդադ հիմանդիմությանը քննադատենք, հա։ Ես այնուամենայնիվ դառնալով ուրեմն այսօրվա խորհրդին, հա, ինչպես ընդունված է ասած, այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, հա, որ կետերն են ամենաշատը Հայաստանում խախտվում եւ որ կետերն են հուզում մեր բնակչությանը, որովհետեւ հիշում եք այդ քարոզչության ժամանակ ամբողջ կռիվը կառավարման համակարգի վերաբերյալ, այսինքն մարդու իրավունքների բաժնում ինչ է գրված, ինչ չի գրված, դա շատ 10-րդական բան է, դա նորմալ է թե չէ։ Ну, շատ բաներ կախված է այդ համակարգից, թե ոնց պետք է աշխատի։ Ամբողջ համակարգի աշխատելը իհարկե հենց այդ կառավարման բանից է, ես խորապես համոզված եմ, որ նախկին սահմանադրությունը շատ վատն էր, որևէ այդպես զարգացման բան չէր թողնում։ Ուրիշ բան, որ այն ձևով ոնց գնացին այս փոփոխությանը, ոչ մի լավ բան չէ, հա, այդ ուրիշ խնդիր է։ Հիմնական իհարկե խնդիրը, որ պետք է ինչ-որ ձևով շարժվենք այդ ուղղությամբ, դրա մասին ասեցի, այդ սոցիալական արդարության խնդիրներն են ու մենք իրականում երևի թե կարիք ունենք, որ ինչ-որ ձախակողմյան, ձախ կուսակցական ինչ-որ ուժեր լինեն, որտեղ ըստ էության ընդդիմադիրներն են ինչ-որ բուրժուա դեմոկրատական, էլի օլիգարխիկ ինչ-որ բանի են, փաստորեն դրան են քարոզչում, հա, բան անում։ Հիմա Գագիկ Ծառուկյանը չի, Արա Աբրամյանն է գալիս եւ այլն, հա։
Ես կարծում եմ, որ ու դա դեռևս չունենք, նույնիսկ այդ Նիկոլը, որ ստեղծում է Էդմոնը Մարուկյանը, Էդմոնեն ծառի թեղավ, տենց հարցրեցի, դուք հիմա ձախեք թե աջ, սենց նայում էին, որտեվ ոնց որ թե այս փուլում գոնե ուրիշ խնդիր են լուծում։ Երկիրը փոսի մեջ է, երկիրը փոսից հանենք, հետո կմտածենք Այդտեղ ինձ թվում է աշխատանքային իրավունքները երևի թե ամենահիմնական բանն են, որտեղ տաքսիստները, որոնց հետ շփվում ես, որոնք 24 ժամ աշխատում են եւ այլն, խանութի աշխատողներ, գործարանի լինի թե եթե մնացել է ինչ-որ գործարան, ցանկացած տեղ սուպերմարկետում, հա, իրենք շատ տենց բան վիճակում են ու դա ցավոք սրտի մեր մոտ օրակարգային հարց չի դառնում, որտեղ մեր օրակարգերը ըստ էության դոնորներն են ձևավորում հասարակական կազմակերպությունների, որտեղ որ բան կա, այնտեղ էլ ցավոք սրտի, հա, մենք էլ շատ դեպքերում, այնպես չի որ մենք կարողանում ենք այդ հարցերով զբաղվել, որտեղ հա ուրիշ հարցեր կան կարևոր, որոնք տրադիցիոն զբաղվել ենք, դա ասենք քրեակատարողական համակարգն է, խոշտանգումներն են, որոնք կան, բայց այստեղ կարծում եմ, եթե տենց գլոբալ, այսօր գլոբալ ենք խոսում ավելի, այստեղ երևի առաջնային ինչ-որ փոփոխությունների կարիք կա, որով մենք կարողանանք մարդկանց այդ տենց արժանապատիվ ապրելու ու արժանապատիվ աշխատելու խնդիրը լուծել։ Եվ այս առումով մենք ունենք առաջընթաց, հետընթաց, վերջին տարում կամ 20 տարում կամ 25 տարում ինչ է կատարվում։ Դժվար է ասել, որտեվ գլոբալ իմաստով այսօր համաշխարհային ճգնաժամը ոչ միայն տնտեսական արտացոլումն է այն մյուս ճգնաժամի, որը որ կա, թվում էր, որ հեսա այդ սոցիալիստական ճամբարը կոմունիստական այսպես բանը կջախջախվի ու նորմալ կլինի, բայց պարզվեց, որ իրականում ավելի ցցուն դառան այդ կապիտալիստական ճամբարի խնդիրները, որտեղ այն ժամանակ գոնե համեմատում էին, ասում էին, տեսեք, մեր մոտ ինչ է, նրանց մոտ ինչ է, հա։ Ու այսօր ամբողջ աշխարհով այդտենց աճ ուժերն են գալի, հիմա Ֆրանսիայի ընտրություններում շատ տխուր պատկեր է ստացվում, որտեղ Աճ, այսինքն ազգայնական տվյալ դեպքում։ Ազգայնական, հա, բայց նաև տեսեք, մեր ժամանակին ինչ ասեմ, հեղինակությունները ով են Ռեյգանն ու Թեյչերը, որոնք որ հենց այնտեղ արևմուտքում ամենա sense ատելի կերպարներն են, որոնք որ ըստ էության սոցիալական կյանքը ապականեցին Մեծ Բրիտանիայում ու Միացյալ Նահանգներում, հա։ Ու ինչ որ իմաստով կարծում եմ մենք այդ ընդհանուր տենդենսների մեջ շատ վառ sense պայծառ բաներ դժվար թե տեսնենք, իսկ գլոբալ իմաստով ես կարծում եմ կայանում է ինչ որ ձևով մեր մոտ հələ որ քաղաքացիական սեկտորը բավականին կայացել է, հիմա խնդիրը գալու կամ այդ մարդկանց մի մասը կգնա դեպի քաղաքականություն, ես կարծում եմ այդ process-ը արդեն տեղի ունենում, ուղղակի չի հայտարարվում դրա մասին տենց հստակ ձևով, ու այդ ժամանակ մենք կունենանք նաև այդ քաղաքական դաշտում, կուսակցական դաշտում էական փոփոխություններ։ Ես ուղղակի եթե այս տարվա մասին ենք խոսում, ես կարծում եմ սխալ կլիներ, գուցե կներեք, որ թեմայի շեղվում եմ, որ չնշեմ ցեղասպանության 100-ամյակի խնդիրը, որը որ էլի քանի որ այդ դոնորական բանի մեջ չկար, հասարակական սեկտորից ոնց որ դուրս մնաց։ Ուրեմն պետական կառույցները եւ այլն այդ հարցով զբաղվում էին, բայց ըստ էության հայերի մեծամասնության համար դրանից կոպիտ մարդու իրավունքների խախտում երևի թե չի եղել, հա, ու տենց գիտակցության մեջ միջի հիմա խորը նստած է։ Ես իրականում շատ ուրախ եմ, որ ինչ որ իմաստով ապրիլի 24-ի այդ իրադարձությունները այս 100-ամյակի հետ կապված բավականին ինչ ասեմ, լավ անցան Հայաստանում, որտեվ չկա լատելության խոսք, չկար ինչ որ լացուկոց, ինչ որ բաներ, կար ավելի կանխելու հետագա բանի ամբողջ աշխարհի գլոբալ այդ խնդիրներին նայելու այդ մեծ կոնֆերանսը, որը որ եղավ ցեղասպանության նվիրված շատ հուզիչ էր, այն որ եկեղեցին նույնիսկ ինչ որ ձևով միացավ, որ այդ բերը, որը որ մենք բոլորս մեր ուսերին ունեինք, զոհի, այդ սրբացնելով զոհերին, ես կարծում եմ մի շատ էական բան եղավ,
ու ես այդ իմաստով կարծում եմ այտենց ինչ որ մի միավորող բան էր, այդ System of Down-ի համերգը բազմազանության մի բան էր իրականում Հայաստանում, նույնիսկ դուք տվեք ասեք Քիմ Քարդաշյանի գալը։ Թեկուս, հա, իհարկե, որտեվ այդ մի բան է ցույց տալի, որ այդ ոչ թե սուտի միասնականություն, բոլորս մի ձևի ենք քվեարկում, բոլորս մի բան ենք, այլ իրական այդ բազմազանության մեջ մենք այդ օրերին ցույց տվեցինք, որ այդ մեր հարստությունն է, այ որ ունենք Քիմ Քարդաշյան, System of a Down, որոնք լրիվ տարբեր սուբկուլտուրաներ կրող են, բայց դրանով կարողանում ենք բան անել։ Ու կարծում եմ, որ այդ լավ դաս կարող է լինի այտենց հետագա մեր զարգացման, այդ բազմազանության ընկալման ու դրա մեջ առաջ գնալու։ Բոլոր ընտրություններից, հանրաքվեներից հետո սա վերջի հարցն է։ Լինում է հիասթափություն, դուք արդեն անդրադարձաք այդ հարցին, հա։ Այ կործանվեցին, դրանից հետո ընդհանրապես կյանք չի լինի, վերջ էլ ոչ մի հույս չկա, ոչ մի բանի եւ այլն։ Ես խնդրում եմ ցրեք այդ հիասթափությունը։ Տեղի ունեցել, չգիտեմ ոնց կոչենք, հեղափոխություն, հակահեղափոխություն, հեղաշրջում, այս դեկտեմբերի 6-ին դա տեղի ունեցել։ Փաստա, լրիվ ուրիշ բանի կառավարման համակարգի մեջ ենք հիմա հայտնվել, գնալու դեպի դա։ Դա ինչ որ հնարավորություններ է բացում։ Ըստ էության այն կարծրացած իրավիճակից հիմա նոր օրենքներ պետքա լինի, նոր, չգիտեմ, ինչ որ վերադասավորումներ պետքա լինի եւ այլն եւ այլն։ Հիմա այդ յետ հեղափոխական կամ յետ հակահեղափոխական կամ յետ հեղաշրջման, չգիտեմ որ բառը ասեմ, որ բանը ինչ որտեղ բացում է, որ կարողանանք մենք ավելի ակտիվ աշխատենք ու հետևողական աշխատանքի կարիք կա, ես կարծում եմ հիասթափվելու, դե հիասթափված ենք ինչ որ իմաստով, միշտ կարող ավելի լավը լինել, բայց հիմա էդ է, ինչ ունենք, այդ ունենք, չգիտեմ, այդ մխիթարողա թե չէ։ Միանգամայն։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը։ Մենք վաղը նորից կհանդիպենք, ցտեսություն։